Բայց այս ամեն ինչը ինչի համար եմ ասում, ամենևին ոչ քաղաքական խոսույթ զարգացնելու, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ։ Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե քաղաքացին վճռական դեր ունի կառավարություն ձևավորելու, ըստ էության երկրի զարգացման ուղղությունները որոշելու գործում, քաղաքացին պետք է եւ ակնհայտորեն ունի դեր վճռական եւ առանցքային դեր իր անձնական կարիքները, իր անձնական բարեկեցությունը ապահովելու գործում, որը մեր համոզմամբ եւ կարծիքով եւ ակնհայտորեն պետքա տեղի ունենա աշխատանքի միջոցով։ Եվ որպես այս բոլոր հանրային, անհատական, քաղաքական գործառույթները մարդը քաղաքացին կարողանա պատշաճ ձևով իրականացնել, Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում արձանագրվում է այն, ինչի մասին մենք արդեն բավականին երկար ժամանակ խոսում ենք, եւ ես ուզում եմ մի հատված մեջբերել։ Ենթավեռնագիրը կամ վերնագիրը կրթությունը որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին եւ առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի արդիական եւ մրցունակ կրթական համակարգի եւ կրթությունը որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության, ազատության եւ ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը եւ պետականության հարատեվության օրակարգի հաջողությունը։ Եվ հաջորդ մեջբերումը դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է, տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության եւ երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով ազատ, կարող եւ ստեղծարար քաղաքացին։ Սա շատ կարևոր արձանագրում է այն տրամաբանությամբ, որ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երբ որ մենք քաղաքացի ենք ասում, մենք քաղաքացի ասելով նկատի ունենք բնականաբար այդ թվում պաշտոնյաներին, ներառյալ այս դահլիճում գտնվող պաշտոնյաներին։ Եվ ինչպես մենք վերջին շրջանի մեր որոշումներում արձանագրել ենք, երբ որ մենք ասում ենք կրթությունը ցկյանս գործընթաց է եւ առանց կրթական, սեփական կրթական մակարդակը բարձրացնելու հաջողություն չի կարող լինել, դա վերաբերվում է նաև մեզ, բոլոր պետական պաշտոնյաներին եւ մենք մեր որոշումներով նաև ստեղծում ենք համակարգ, որպեսզի ոչ միայն հնարավոր դարձնենք պետական պաշտոնյաների եւ ընդհանրապես բոլորի համար կրթությունը, այլև որոշակի կառուցակարգեր սահմանենք, որում պետական պաշտոնյայի գործունեությունը կարողանանք գնահատել նաև այդ տեսակետից, ինչքանով է ինքը զբաղվում իր կրթությամբ եւ ինչքանով է որդեգրում կրթությունը որպես ցկյանս գործունեություն եւ ապրելակերպ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար